Քեթիի մասին էի մտածում, երբ իմ կյանքում ճգնաժամ էր լինում, ամեն անգամ երբ կարեկցանքի կամ քաջալերման կարիք էի զգում, կամ ուղղակի ուզում էի, որ ինձ համբուրեն, միշտ կնոջս աջակցությանն էի դիմում։ Ուզում էի, որ խնամեր ինձ։ Հիմա էլ մտածեցի նրան օգնության կանչել։ Միտքը դեռ չէր հասունացել, երբ պատկերացրի, որ դուռը արագ փակում են, բանալիով կողպում ու ինձ Քեթիից բաժանում։ Քեթին այլևս չկար։ Ես կորցրել էի նրան։ Ուզում էի լաց լինել, բայց չէի կարող։ Ցավը փակվել էր ներսումս աղբի ու կեղտի հաստ շերտի տակ։ Գրողը տանի, անընդհատ քրթմնջում էի գրողը։ Հանկարծ որսացի ժամացույցի թկթկոցը։ Ձայն արտասովոր բարձր թվաց։ Փորձեցի կենտրոնանալ դրա վրա ու կանգնեցնել մտքերի շրջապտույտը։ Ձայների երկչախումբը գլխիս մեջ կամաց թափ էր հավաքում ու չէր լռում։ Իսկ ինչու էի որոշել, որ նա ինձ երբեք չի դավաճանի։ Դա պիտի լիներ, անխուսափելի էր։ Ես նրա համար երբեք էլ լավը չէի, անպիտան, տգեղ, ոչ մի բանի պիտանի մեկը։ Վաղ թե ուշ պետք է հոգներ ինձնից։ Ես արժանի չէի Քեթիին, առհասարակ ոչնչի արժանի չէի։ Եվ այսպես, շարունակ սարսափելի մտքերը մեկը մյուսի հետևից հարվածում էին ինձ։